Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը եւ Կարապետյանը եւ ասում է դուք նաեւ ձեր մեխանիզմների, որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաեւ Հայաստանի համար խաղապահների դուռն եք բացում։ Այսպես խաղապահներ բերելու դուռն եք բացում։ Եվ ասում է նաեւ, որ չի կարելի նույն փոքրի վրա երկու անգամ կանգնել եւ պետք է կանգնողներին մերժել ընդվիճ։ Հիմա ուզում եմ դուք արձագանքեք, նախ դուռն եք բացում պատերազմի եւ երբ որ խոսում եք Բայց ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին։ Ընդհանրապես մարդ, ով երկրի գլխին 3 պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառը օգտագործել։ Այդ մարդը չի հասկանում ինչ է խաղաղություն։ Ոչի չի հասկանում։ Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ։ Բայց դա իր համար համապարփակ, այսպես ասենք, խաղաղությունն է։ Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ է պետք։ Երաշխավորված արժանապատիվ խաղաղություն եւ մենք դա ի վիճակի ենք ապահովել։ Սրանով ավարտենք։ Երկու մասի է բաժանել ուժերին, այս բաժանումը բաժանությունը։ Նախընտրական շրջանը միշտ բաժանում է 2-3, չգիտեմ։ Բերողները եւ պատերազմ բերողները եւ խաղաղությունը միայն ինքն է բերում ասիլը։ Եվ ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ քիչ թե շատ, sense նույնիսկ միջին չափի սահմանային, այսպես ասենք, միջադեպ չի եղել։ Ընդհանրապես չի եղել։ Եթե հիշում եք, նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, եւ մենք շոու չէինք սարքում։ Հիմա այդ հավի պատմությունը ես պատմեցի, հիմա լրիվ նույն պատկերն է բոլոր ուղղություններով։